Ողջույն սիրելի առաջին դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Այսօր մենք կասնենք զրույցի կախարդական բանալին և նաև կսովորենք մաշ ճնճղուկի խրատը գեղեցիկ բանաստեղծությունը։ Զրույց անելու համար մեզ անհրաժեշտ են կախարդական բանալի բառեր և նաև հոգատար վերաբերմունք։ Պետք է սիրալիր խոսել, բարեհամբույր լինել, համեստ պահել իրեն, հոգատարություն ցուցաբերել և մտերիմ լինել դիմացինի հետ։ Այժմ անցնենք քերականական աշխատանքին։ Եկ պրպտելու գործ կա։ Հայերենում «ը» ձայնավորը հաճախ արտասանվում, բայց չի գրվում։ Այդպիսի չգրվող «ը»-ով կազմված վանկը կոչվում է գաղտնավանք։ Տեսեք երեխաներ, նկար բառն է։ Մենք նկար բառի մեջ չենք տեսնում «ն»-ից հետո որևէ ձայնավոր, բայց լսում ենք նկար, տեսեք, «ն» պարզորոշ հնչում է։ Սանր բառի մեջ գրելիս մենք «ը» չենք գրում, բայց արտասանելիս «ն» հնչում է սանր։ Այսպիսի շատ բառեր կան՝ մանր, մկրատ, մտրակ, վրան, կրակ և այլն։ Բայց երբ գաղտնավանք ունեցող բառերը վանկատում ենք, գաղտնավանկի «ը» հնչյունը գրվում է «ը» տառով։ Վանկատում ենք նաև, երբ տողադարձ ենք անում երեխաներ, օրինակ նկար բառը մենք չենք կարող տեղավորել տողի վերջին, կարող ենք բառը բաժանել վանկերի։ Ն առաջի վանկը կլինի ն և ն, կարը տեղափոխում ենք հաջորդ տողը։ Այն առաջադրանքները, որոնք կան աշխատանքային տետրում, կկատարենք տետրում, իսկ որոնք չկան, մենք կգրենք գրքում և կբացատրեմ ձեզ։ Այժմ սովորում ենք անծանոթ բառերը կամ հոմանիշ բառերը։ Տեսեք, բանալ բառն է տրված։ Բանալ նշանակում է բացել, բաց անել։ Քո շրջապատում ում ես համարում սիրալիր մարդ։ Պատմիր նրա մասին։ Ինչ բառեր է նա օգտագործում։ Ինչպես է շփվում մարդկանց հետ։ Ինչու ես նրան համարում սիրալիր։ Կարող եք խոսել այն մարդկանց մասին, ում դուք համարում եք սիրալիր, շնորհքով, կարող եք խոսել ձեր ծնողների մասին, ձեր ավագ ընկերոջ, ձեր հարևանի մասին, ում դուք համարում եք օրինակելի մարդ, ումից կարող եք օրինակ վերցնել։ Ձեզանից շատերի մայրիկները միշտ սովորեցնում են իրեն ճիշտ պահել օտար միջավայրում, հյուր գնալիս, խաղալիս, դպրոցում։ Տեսնենք, մաշ ճնճղուկը նույնպես սովորեցնում է իր ճուտիկին ինչպես պահել իրեն դրսում։ Մաշ ճնճղուկի խրատը։ Խրատ նշանակում է խորհուրդ։ Ճուտիկը լուռ լսում էր։ Մայրիկը դեռ խոսում էր։ Էլ ինչ ասեմ, բալիկս, փեդրաթևիկ ճուտիկս, պետք է աչքդ լայն բանաս, կյանքում ապրել իմանաս։ Հյուր գնալիս նայիր, տես, լուրջ ու համեստ պահիր քեզ։ Բան եմ պատմում, լուռ լսիր, թե շատ գիտես, քիչ խոսիր։ Մեծին խոսք մի դարձրու, ինչ չգիտես, հարցրու։ Մի խոսքով, սիրունչան, այսպես հազար ու մի բան, սովորիր, որ մեծանաս, սեր ու հարգանք ունենաս։ Դարձնել բառին ենք ուշադրություն դարձնում երեխաներ, տեսեք, հրայից հետո ինչ լավ հնչում է ց-ն, բայց գրվում է ծ տառով։ Մի քանի առաջադրանք կկատարենք, հետո կվերլուծենք դասը։ Սյունակներում գրում ենք բանաստեղծությունից երկուական բառ և վանկատում։ Միավանք բառերը վանկատելու կարիք չունեն։ Միավանք բառեր են սերը, հյուրը, օրինակ լուռ և քեզ բառերն ենք դուրս գրել։ Երկվանք բառեր են հարգանք, սիրուն, ճուտիկ, նայիր։ Ինչ է նշանակում աչքը լայն բանալ։
Ուղիղ իմաստով նշանակում է աչքերը մեծացրած նայել։ Իսկ եթե տողատակով նայենք, պետք է նայենք ուշադիր լինենք։ Աչքերը լայն բանալ նշանակում է շատ ուշադիր լինել, ուշադիր լսել։ Հիմա պատասխանենք բանաստեղծությանը վերաբերող հարցերին։ Ինչ էր մայրիկը խրատ տալիս ճուտիկին։ Մայրը խրատում էր. պետք է աչքդ լայն բանաս, այսինքն ուշադիր լինես, կյանքում ապրել իմանաս, այսինքն ճիշտն ու սխալը տարբերես, հյուր գնալիս նայիր տես, լուրջ ու համեստ պահիր քեզ, բան են պատմում, լուր լսիր, թե շատ գիտես, քիչ խոսիր, մեծին խոսք մի դարձրու, ինչ չգիտես, հարցրու։ Տեսեք ինչքան շատ խրատներ էր տալիս եւ շատ գեղեցիկ բացատրում էր կյանքում ճիշտ ապրել։ Ինչու պիտի լուր լսել, երբ ուրիշները խոսում են։ Լուր լսում են, որպեսզի շատ բան սովորեն։ Լուր լսում են, որովհետև հարգում են դիմացինին։ Դու մայր ճնճղուկի ո՞ր խրատն ես կարևորում։ Երեխաներ, մայր ճնճղուկի բոլոր խրատները շատ կարևոր են։ Դուք էլ կարող եք օգտվել այդ խրատներից։ Որ բառերն են նկարագրում ճուտիկին։ Ճուտիկը ինչպիսին էր։ Փետրաթևիկ էր։ Փետուրը գիտեք, բմբուլն է երեխաներ։ Փետրաթևիկ, փետուր է թևեր ունեցող։ Եվ սիրուն բառով է նաև բնութագրում իր ճուտիկին։ Առաջադրանք 8-ը. Ինչ կասեր ճուտիկը մայրիկին, եթե զրույցը շարունակվեր։ Այդ դուք եթե մայրիկը խրատում է, ինչ կասեք մայրիկին։ Օրինակ ճուտիկը մայրիկին կարող էր ասել. խրատներդ լսեցի, ինչ որ ասիր, արեցի։ Անցնենք հաջորդ առաջադրանքին. ինչու է կարևոր լսելը, երբ ինչ որ մեկը խոսում է։ Մենք նշեցինք, չէ, երեխաներ, եթե ուշադիր լսում ես, դու լսածից շատ բան ես սովորում, բացի դրանից ցույց ես տալիս քո հարգանքը խոսողի նկատմամբ։ Առաջադրանք 10-րդը. մայր ճնճղուկի խորհուրդներից որոնք դու կիրառես։ Օրինակ խաղահրապարակում կարելի է, երբ խոսում են, մեծ չգնել, մեծերի խոսքերին չխառնվել։ Դպրոցում ինչ չգիտես հարցրու, լուր լսիր և շատ բան գիտես, քիչ խոսիր։ Ընտանիքում մեծին խոսք մի դարձրու, հետևյալ խրատները կարելի է կիրառել։ Տերային խաղով ներկայացրեք մենք հյուր ենք և պատկերացրեք, որ հյուր եք գնացել։ Կարելի է խմբերի բաժանվել, մի մասը կարող է լինել հյուր ընկալող կողմը, մյուս մասը հյուր գնացողները, հյուրերը, և կարող են իրենք ներկայացնել, թե ինչպես են իրենց պահելու այդ ժամանակ։ Առաջադրանք 12-ը հարստացնենք մեր ծաղկուն այգին։ Ծաղկի թերթիկներին գրենք, թե ինչպես կարող ենք դրսևորել մեր բարեկրթությունը, օրինակ լսել խոսողին, ներողություն խնդրել, քաղաքավարի բառեր օգտագործել, շնորհակալ լինել, բարևել, ցտեսություն ասել, նաև օգնություն առաջարկել։ Առաջադրանք 13-ը. ինչով եմ գնում առաջ։ Ինչ կպատմես ընտանիքիդ այս դասի մասին, կարող եք բոլոր խրատների մասին պատմել, խոսել և նորից ավելացնեք, թե տանեցիները, տատիկը, մայրիկը, ուրիշ ինչ խրատներ են ձեզ տալիս, ինչպես պահել ձեզ շրջապատում։ Ինչ էր ամենահետաքրքիրը։ Կարող եք ձեզ դուր եկած հատվածը, որը ձեզ շատ հետաքրքրեց, պատմել ընտանիքում և ընկերներին։ Որ բառերը սովորեցիր, նաև նոր սովորած բառերի մասին ենք խոսում։ Եվ ամփոփման էջում եկ ամփոփենք, ինչ սովորեցիր այս թեմայից, շարունակիր։ Լսելը շատ կարևոր է, պետք է լինել քաղաքավարի, սիրալիր պիտի լիներ, բարեհամբույր լինել և օգնություն առաջարկել մարդկանց։ Ամբողջացնենք նախադասությունները։ Վանքի մեջ պարտադիր է ինչ է երեխաներ։ Ձայնավորը, չէ՞ որ ձայնավորն է ստեղծում վանկը։ Բառերը լինում են միավանք և բազմավանք։ Քերականական հատվածից սա ենք սովորել։ Միմյանց հետ շփվելիս ինչ կախարդական բառեր պետք է արտասանել։ Լրացնում ենք շարքը և համեմատում ընկերների հետ։ Խնդրում եմ, ներողություն, շնորհակալություն, թույլ տվեք օգնել, կարող եմ օգտակար լինել և այլն։ Դուք նույնպես կարող եք շարունակել այս շարքը։
Եվ նաև սկսեք ունենալ ձեր գրադարանը։ Ձեր գրադարանի գրքերից ընտրեք լավագույնները, որոնք ձեզ շատ են դուր գալիս, եւ սկսեք կարճ տալ։ Ինչքան շատ կարճ տաք, այնքան ավելի խելացի եւ գրագետ կդառնաք, այնքան ավելի հետաքրքիր մարդ կլինեք, ձեզ հաճելի կլինի լսելը։ Այժմ կատարենք աշխատանքային տետրի առաջադրանքները։ Առաջադրանք 1. Միացնելով վանկերը ստացիր բառեր եւ գրեր, ու եթե ուշադրություն դարձնեք, երեխաներ, բոլոր բառերը գաղտնավանկի այն պարունակում։ Գլխարկ, նկար, խնձոր, մկրատ, գլխարկ, նկար, խնձոր, մկրատ։ Տրված բառերի առաջին վանկերով կազմիր մեկական բառ։ Բարեհամբույր բառի առաջի վանկը բան է, բարեկամ։ Սիրալիր բառի առաջին վանկը սին է, սիրուն։ Հոգատար բառի առաջին վանկը հոն է, հոգի։ Մտերիմ բառի առաջի վանկը մ է, մտածել։ Քնքուշ բառի առաջի վանկը քննել։ Եվ համեստ բառի առաջին վանկը հան է, համեղ։ Առաջադրանք 3-ը բանաստեղծությունից դուրս գրել երկու բառ եւ վանկատել։ Մայրիկ, մայրիկ, ճուտիկ, ճուտիկ։ Առաջադրանք 6-ը բանաստեղծությունից դուրս գրիր տրված վանկերով վերջացող բառը, եթե այնտեղ սկիզբն էր նույնը վանկերի, այստեղ պիտի վերջացողը լինի։ Զար, հազար, մեст, համեստ, տիկ, ճուտիկ, ռիկ, մայրիկ, ռուն, սիրուն։ Այժմ հասանք ինքնակնահատման էջին։ Բանաստեղծությունից սովորեցի հետևյալ սիրալիր եւ հարգալից բառերը՝ լուրջ, համեստ, բալիկս, սիրուն ջան։ Ամենաշատը տպավորվեց բանաստեղծության հետևյալ բառը կամ տողը։ Փետրաթևիկ, ճուտիկս, սիրուն ջան։ Տարբերում եմ միավանք եւ բազմավանք բառերը։ Միավանք բառեր՝ սեր, տուն, մայր, հայր, ջան։ Բազմավանք բառեր՝ դասարան, ընկեր, ուսուցիչ։ Եվ ամփոփման բաժնում ինչ սովորեցի այս թեմայից։ Շարունակում ենք։ Լսելը կարևոր է, պետք է լինել սիրալիր եւ բարեհամբույր, լուրջ ու համեստ, մեծին լսել, չիմացածը հարցնել, լինել ուշադիր։ Միմյանց հետ շփվելու ինչ կախարդական բանալիներ գիտես։ Լրացրու շարքը։ Խնդրում եմ, շնորհակալ եմ, թույլ տուր օգնեմ, բարև ձեզ, ցտեսություն, դուք շատ բարի եք, կարող եմ օգտակար լինել։ Եվ ամենավերջում ինքնակնահատում։ Տեսնենք, ինչ սովորեցինք եւ ինչքանով սովորեցինք։ Հմտությունների սրահում տարբերում եմ տառը, հնչյունը եւ վանկը, բոլորը շատ լավ տարբերում ենք։ Բառը բաժանում եմ վանկերի։ Վանկերով կազմում եմ բառեր։ Օգտագործում եմ սիրալիր արտահայտություններ։ Կազմում եմ բառակապակցություններ։ Եթե ինչ-որ տեղ ոչն եք նշել երեխաներ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք եւ այդ բաժինը ավելի լավ սովորեք։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։